Բարի գալուստ բուժատետեր, մինչ տեսանյութին անցնելը մեկնաբանությունների հատվածում նշեք, թե որ երկրից եք դիտում մեր տեսանյութերը։ Շատերի համար թութը պարզապես համեղ միրգ է, որը մանկությունն է հիշեցնում, իսկ գիտեիք, որ հարյուրավոր տարիներ առաջ թութը համարվում էր ոչ թե սովորական պտուղ, այլ առողջություն ամրապնդող բնական դեղ։ Այս թողարկմանը ձեզ ենք ներկայացնելու թթի մասին ամենաօգտակար ինֆորմացիան, որը դուք հաստատ չգիտեիք։ Թթի ծառը գրեթե ամբողջությամբ է օգտակար, պտուղները, տերևները, երիտասարդ ճյուղերը եւ նույնիսկ կեղևը տարբեր մշակույթներում օգտագործվել են ժողովրդական բժշկության մեջ։ Այժմ հասկանանք, թե ինչպես է այս համեղ միրգը ազդում մեր օրգանիզմի վրա, ինչ է կատարվում մեր օրգանիզմում, երբ թութ ենք ուտում։ Առաջին, ամրացնում է իմունային համակարգը։ Մեր օրգանիզմը ամեն օր պայքարում է բազմաթիվ վիրուսների, բակտերիաների եւ այլ վնասակար գործոնների դեմ։ Թութի մեջ պարունակվող վիտամին C-ն օգնում է, որպեսզի իմունային համակարգը ավելի արդյունավետ կատարի իր աշխատանքը։ Դա չի նշանակում, որ թութ ուտելով մարդը չի հիվանդանա, բայց առողջ եւ բազմազան սննդակարգի շրջանակում այն կարող է աջակցել օրգանիզմի բնական պաշտպանությանը։ Երկրորդ, օգնում է սրտի աշխատանքին։ Սիրտը աշխատում է առանց դադարի, օրական մոտ 100,000 անգամ կծկվելով։ Թթի մեջ պարունակվող կալիումը շատ կարևոր դեր ունի մեր սրտամկանի աշխատանքի համար։ Այն նաև մասնակցում է արյան ճնշման կարգավորմանը եւ օգնում է պահպանել հեղուկների հավասարակշռությունը։ Հաջորդը, բարելավում է մարսողությունը։ Եթե ձեր աղիները լավ չեն աշխատում, դա կարող է ազդել ամբողջ օրգանիզմի վրա։ Թթի մանրաթելերը նպաստում են աղիների բնական շարժմանը, օգնում են կանխել փորկապությունը, ստեղծում են օգտակար միջավայր աղիքային միկրոֆլորայի համար։ Հաջորդը կարող է օգնել պահպանել առողջ քաշը։ Շատերը զարմանում են, բայց իրականում այսքան քաղցր թութը բավականին քիչ կալորիականություն ունի։ Այն կփոխարինի բարձր կալորիականությամբ քաղցրավենիքին, կարող է օգնել վերահսկել սննդակարգը։ 5-րդ, օգնում է պահպանել առողջ մաշկը։ Մաշկի գեղեցկությունը կախված է ոչ միայն քսուկներից, այլև մեր սննդից։ Թթի վիտամին C-ն մասնակցում է կոլագենի առաջացմանը։ Կոլագենը սպիտակուց է, որը ապահովում է մաշկի ամրությունն ու առանձգականությունը։ Հաջորդը, նպաստում է ոսկորների առողջությանը։ Թութը պարունակում է վիտամին K, կալցիում, մագնեզիում, որոնք կարևոր դեր ունեն մեր ոսկրային համակարգի պահպանման գործում։ Եվ այսպես 5 առողջական խնդիր, որի դեպքում թութը կարող է ձեզ օգնել։ Առաջինը հաճախակի փորկապությունն է։ Եթե մարդը քիչ մանրաթել է օգտագործում, աղիները կարող են դանդաղ աշխատել։ Թթի մանրաթելերը նպաստում են աղիների բնական շարժմանը։ Օրվա ընթացքում մի քանի հատիկ թութը կարող է լուծել փորկապության խնդիրը։ Դուք կհարցնեք, թութը սեզոնային պտուղ է, ինչպես օգտագործել ամբողջ տարվա ընթացքում։ Կարող եք պարզապես թութը սառեցնել, տեղավորել սառցախցիկում եւ օգտագործել ամբողջ տարվա ընթացքում, այսպիսով լուծելով նաեւ փորկապության խնդիրը առանց դեղերի։ Երկրորդը թուլացած իմունիտետն է։ Եթե հաճախ եք մրսում կամ հիվանդանում, միայն թութը խնդիրը չի լուծի, բայց եթե այն ներմուծեք ձեր սննդակարգի մեջ, ապա ձեր օրգանիզմը կհարստանա վիտամին C-ով եւ այլ կարևոր նյութերով, որոնք կամրապնդեն ձեր օրգանիզմը։ Հաջորդը հոգնածություն եւ ուժերի պակաս։ Մշտական հոգնածությունը կարող է բազմաթիվ պատճառներ ունենալ՝ վատ քուն, սթրես, երկաթի պակաս եւ այլն։ Թութը պարունակում է երկաթ եւ B խմբի գրեթե բոլոր վիտամինները, որոնք մասնակցում են օրգանիզմի էներգիայի արտադրությանը։ Հաջորդը սրտանոթային հիվանդությունների ռիսկ։ Թթի մեջ առկա կալիումը, մանրաթելերը եւ հակաօքսիդանտները նպաստում են սրտի եւ անոթների առողջության պահպանմանը։ Այժմ խոսենք թթի հակացուցումների մասին։ 5 հիվանդություն, որի դեպքում թութ ուտելը կարող է իրականում ձեզ վնասել։ Առաջին, շաքարային դիաբետ։ Թութը շատ քաղցր միրգ է եւ այդ քաղցրությունը պայմանավորված է իր մեջ առկա բնական շաքարներով, գլյուկոզայով եւ ֆրուկտոզայով։ Շատ մարդիկ սխալմամբ կարծում են, թե եթե շաքարը բնական է, ապա այն չի ազդի արյան մեջ շաքարի մակարդակի վրա։ Իրականում բնական շաքարները եւս կարող են բարձրացնել արյան մեջ գլյուկոզայի մակարդակը։ Իհարկե, սա չի նշանակում, որ շաքարային դիաբետ ունեցող մարդիկ չպետք է ընդհանրապես թութ ուտեն, սակայն պետք է չափազանց ուշադիր լինեն չափաբաժնի նկատմամբ եւ հաշվի առնեն բժշկի եւ սննդաբանի խորհուրդները։ Երկրորդը ալերգիան է։ Թթի նկատմամբ ալերգիան տարածված չէ, բայց հաճախ է հանդիպում։ Որոշ մարդկանց մոտ թութ ուտելուց հետո կարող է առաջանալ մաշկի քոր, կարմրություն, ցան, շուրթերի կամ լեզվի այտուց, աչքերի արցունքահոսություն։ Հաջորդը ստամոքսի եւ աղիների սուր խնդիրներ։ Թութը մանրաթելերով հարուստ միրգ է, ինչը սովորաբար շատ օգտակար է, բայց եթե մարդը այդ պահին ունի օրինակ սուր փորլուծություն, աղիքային վարակ կամ ստամոքսի բորբոքում, ապա թութը կարող է ավելի ուժեղացնել ախտանշանները։ Եթե ունեք նման խնդիրներ, պետք է սպասել մինչև առողջանալը, հետո միայն վերադառնալ սովորական սննդակարգին, առավել եւս թութ ուտելուն։
4. Երիկամների ծանր հիվանդություններ։ Թութը պարունակում է կալիում, որը շատ կարևոր հանքանյութ է, սակայն երիկամների որոշ ծանր հիվանդությունների դեպքում օրգանիզմը չի կարողանում բավարար չափով հեռացնել կալիումը եւ դրա ավելցուկը կարող է վտանգավոր լինել։ Եվ որոշ դեղամիջոցների հետ միաժամանակ օգտագործումը։ Թթի տերևներից պատրաստված թեյերը, հավելումները կարող են ազդել արյան շաքարի մակարդակի վրա։ Եթե մարդը օրինակ արդեն իսկ ընդունում է շաքար իջեցնող դեղեր, այդ ազդեցությունները կարող են գումարվել։ Դուք կհարցնեք նաև, թե որ գույնի թութն է իրականում ամենից օգտակարը։ Սա ամենահաճախ տրվող հարցերից մեկն է։ Պատասխանը միանշանակ չէ, որովհետև յուրաքանչյուր տեսակ ունի իր ուժեղ կողմերը։ Անդրադառնանք սև թթին։ Սև թութը առանձնանում է իր մուգ գույնով, որը պայմանավորված է բնական հակաօքսիդանտներով։ Այս նյութերը օգնում են պաշտպանել մեր բջիջները վնասվելուց, ծերանալուց, աջակցում են անոթների առողջությանը, նպաստում են սրտի լավ աշխատանքին։ Սև թութը սովորաբար ավելի արտահայտված համ ունի եւ հաճախ պարունակում է ավելի շատ վիտամին C, քան մյուս տեսակները։ Եթե ունեք երկաթի պակաս, սակավարյունություն կամ սրտանոթային համակարգի խնդիրներ, ապա ավելի շատ կիրառեք հենց սև թութը։ Սպիտակ թութ։ Շատերը կարծում են, թե սպիտակ թութը պարզապես անհամ տարբերակն է, բայց դա իրականությանը չի համապատասխանում։ Իրականում այն ավելի քաղցր է, քանի որ պարունակում է ավելի շատ բնական շաքարներ։ Օրինակ, սպիտակ թթի տերևները աշխարհի շատ երկրներում օգտագործում են բուսական թեյերի պատրաստման համար եւ բավականին օգտակար են։ Եվ կարմիր թութ։ Կարմիր թութը կարծես միավորում է մյուս երկու տեսակների առավելությունները։ Այն հարուստ է հակաօքսիդանտներով, ունի հաճելի թթվաքաղցրահամ եւ մեծ քանակությամբ վիտամիններ։ Իսկ որքան թութ կարելի է ուտել օրվա ընթացքում։ Առողջ մեծահասակ մարդու համար սովորաբար բավարար է օրական 150-200 գրամ թարմ թութը։ Սա մոտավորապես 1 միջին չափի ափսեն է։ Իսկ ահա չորացրած թթի դեպքում պետք է լինել ավելի զգույշ, քանի որ ջուրը գոլորշիացված է, նույն քանակի մեջ կա ավելի շատ բնական շաքար եւ կալորիա։ Իսկ ինչպես ընտրել լավ թութ։ Առաջին, պտուղները պետք է լինեն ամբողջական եւ չճզմված։ Եթե դրանք փափուկ են կամ հյութ են բաց թողել, ապա արդեն սկսվել է փչանալու process-ը։ Թութը պետք է ունենա բնական հաճելի բույր։ Եթե հոտը անգամ մի փոքր թթված է կամ խմորման նշաններ կան, ավելի լավ է չգնել։ Եվ խուսափեք բորբոսի նույնիսկ ամենափոքր հետքերից, քանի որ թութը շատ նուրբ միրգ է, բորբոսը կարող է արագ տարածվել մյուս պտուղների վրա։ Իսկ կարելի է թութ ուտել դատարկ ստամոքսին։ Շատ առողջ մարդիկ կարող են առանց խնդիրների թութ ուտել նաև դատարկ ստամոքսին, բայց եթե ունեք ստամոքսի զգայունություն, այրոց, փքվածություն, գաստրիտ, ավելի լավ է օգտագործել հիմնական սննդից հետո, քանի որ այս դեպքում այն կծանաբեռնի եւ ավելի կմեծացնի այտուցվածությունն ու կրկրվածությունը։ Սիրելի հետևորդներ, այս թողարկման համար այսքանը։ Եթե տեսանյութը օգտակար էր, հավանեք այն դնելով լայք։ Մեկնաբանությունների հատվածում գրեք ձեր կարծիքը տեսանյութի վերաբերյալ, նաև նշեք, արդյոք սիրում եք թութ, որ տեսակի, որ գույնի թութն եք նախընտրում։ Կարող եք նաև առաջարկել նոր թեմաներ մեր առաջիկա թողարկումների համար։ Վերջում չմոռանաք բաժանորդագրվել մեր ալիքին, որպեսզի բաց չթողնեք հաջորդ հետաքրքիր տեսանյութերը։ Առողջ եղեք, մինչ նոր հանդիպում։